Երանի նրանց, որ սոված ու ծարավ են արդարության, քանի որ նրանք պիտի կշտանան։ Այս կյանքը անարդար է, աշխարհը ընդհանրապես անարդար է։ Ու գալիս է շրջան, երբ մարդը հանդիպելով կյանքի անարդարություններին ապրում է հիասթափություն։ Հասկանում է, որ չկա այս աշխարհում արդարություն։ Սով է սկսվում, քաղց ու ծարավ է ներսում բարձրանում դեպի արդարությունը։ Բայց որտեղ մարդը գտնի արդարություն, երբ այս աշխարհը չունի այս արդարությունը։ Իհարկե, Աստծո մոտ, որովհետև Գիրքն ասում է, Աստծո գահի պատվանդանը արդարությունն է։ Եվ միայն Տերն է, որ կարող է իր արդարությամբ կշտացնել մեզ։ Երբ որ մենք գտնում ենք Տիրոջը ու գալիս Աստծո տուն, Աստծո եկեղեցի, սկզբնական շրջանում մտածում ենք, որ Աստծո տանն էլ կգտնենք արդարություն, բայց անցնում է շրջան ու հասկանում ենք, որ Աստծո եկեղեցին էլ մարդկանց ժողովք է, ու մարդկանց մեջ էլ հնարավոր է չտեսնենք արդարություն, որովհետև մարդիկ վարվում են իրենց շահերի համեմատ, եւ այս կյանքում շահերի բախման հետևանքով նորից տեսնում ենք անարդարություն անգամ եկեղեցում, մարդկանց մեջ, եւ հնարավոր է նորից հիասթափություն ապրենք, բայց այս հիասթափությունը ուր պիտի մեզ տանի։ Մեզ պիտի առաջնորդի նորից դեպի Տերը, քանի որ Տերն է միայն արդարը, ու նա է, որ իր արդարությամբ մեզ կշտացնում է։